հետաքրքիր է մի հանգամանք էլ է հետաքրքիր, կան արդյոք պարեր, որոնք հենց հատկապես նախատեսված են ավագների համար։ Օրինակ, երբ որ էլի յոգայի հետ գնաց համեմատություն, այնտեղ տեսակ կա, որ ավագների համար է, թե մեր պարերը բավարարում ենք հանրամատչելիով կամ ավելի հեշտ ուսանելի են։ Հասկացա հարցը։ Տեսեք, որ հատուկ տարեցների համար է, այդպիսի պար ես չգիտեմ, բայց ունենք պարեր, որոնք ըստ ավանդության հենց մեծերն էլ պետք է պարեին։ Այսինքն օրինակ Կարինի տարածաշրջանում ունենք Շավալի պարը, իրեն ասում ենք խնամիների պար։ Այս խնամիների պարը պարում էին աղջկա կողմի բարեկամները հարսանեկան խնջույքի ժամանակ հատուկ սեղանապետի ոնց որ հորդորով։ Այսինքն ըստ ավանդության հարսանեկան մասում աղջկա կողմը ավելի пассив վիճակում է, пассив կեցվածք ունի եւ աղջկա մայրը նույնիսկ հարսանեկի խնջույքային արարողությանը չէր գնում տարբեր տեղերում, տարբեր շրջաններում, տարբեր կերպեր եւ գալիս էր մի պահ երբ որ ասում էին կեցեք հիմի խնամոնք պիտի բարին խնամոնք աղջկա կողմի բարեկամներ եւ ոչ միայն երիտասարդները, երեխաները, այլև այս պարով խնամիները աղջկա կողմի բարեկամները ծանր հանդիսավոր շարժումներով են բարում եւ դրանով իրենք ցույց են տալիս իրենց ցեղի, իրենց ընտանիքի մեծությունը, իրենց ընտանիքի, չգիտեմ, հոգեվոր պաշարը եւ բնական կլիներ, որ հենց իրենց ցեղի հարգված մարդիկ բարեին։ Իսկ ավանդական շրջանում ինչքան տարիքը մեծ է, այնքան մարդը հարգված է։ Դիցուկ համարենք, որ սա կարող էին մեծավ մասամբ տարեց մարդիկ բարել։ Հրաշալի է։ Առաջիկա ինչ պլաններ ունեք։ Ես գիտեմ, որ ավագ սերնդի հետ աշխատանքը շարունակական է, որովհետև ձեր անձնական հետաքրքրությունն էլ տեսնում եմ այս ամենում։ Ինչ է նախատեսված մարդիկ, որ մեզ լսում են, ինչին սպասեն։ Համարձակ եղեք, միացեք բարի խմբերին, ինքը շատ լավ ներառական հանրային ինքնայրացման մի գործընթաց է։ Հիմա ունենք ընդունելություն շաբաթական 1 օր հնարավորությամբ փորձել ենք նաև այսպես հարմարեցնել, որ այն մարդիկ, ովքեր 2 օր չեն կարող, մի հատ էլ ունենանք այսպիսի տարբերակ կարող եք գրել մեր էջին, ունենք 2 սիրողական խումբ ու սիրողական խմբի բնորոշիչ բառը հենց սերն է։ Այսինքն այդ խմբերում շատ sense մեծ սեր կա, մեծ ջերմություն կա եւ մարդիկ իրենց միջի միայն լավն են ներդնում այդտեղ։ Ունենք փոքրերի խումբ, առաջիկայում նախատեսում ենք Շիրակի մարզում խմբեր բացել, հիմա ունենք Սառնախփյուր գյուղում 2 խումբ եւ նախատեսում ենք նաեւ այլ տեղերում բացել Աստված հաջողի կկարողանանք երևի թե եթե Աստված հաջողի հաստատ կկարողանանք մեծեր իրենց հետ ինչ ունենալ, ինչ է պետք, բացի կամքը վճռականությունը, չամաչելու այս հանգամանքները տանեցին համոզելն էլ կարևոր է, որովհետև այդ խնդիրն էլ ենք ունենում, էլ ինչ է պետք ապարել սկսելու համար ավագ սերնդին։ Դե ինչ ասեմ բոթաս բերեն, փոխնորդ կոշիկ բերեն, ուժ բան պետք է ուղակի գալ։ Մնացածը տեխնիկական ինչ որ հարցեր են, փոխնորդ հագուստ են բերում, կոշիկ են բերում եւ այլն։ Հրաշալի է, հրաշալի։ Լավ հնարավորություն է, թող որ մարդիկ օգտվեն։ Մենք մեր առողջ երկարակեցության ակումբներում, երբ որ առաջարկում ենք, երբեմն կամավորները գալիս են, խնդրում ենք, որ վեր կացեք, բարեք, շատ դժվար են շարժում։ Երբեմն տատիկները ավելի ավագ, սերունդը ավելի մարզային, բացի այն, որ մտքում իրենց թույլ չեն տալիս բարել, դե ոնց կանգնենք, դե ոնց շարժվենք, շատ կարևոր է, որպեսզի քարոզենք մենք, դուք աշխատեք տեղում, որպեսզի մարդիկ բարեն մինչև վերջ, որովհետև տեսնում ենք եվրոպական երկրներում աշխարհում բարում է մինչև վերջ։ Ազգային պար, ավանդական պար, ինքը ժառանգություն չի, ինքը կենթանի ապրող մշակույթ է հիմա։ Դուք ասացիք, որ ազգային պարը էլ ավելի կարևոր է, որովհետև ինչպես խոսեցինք, ազգային ինքնության տեսակետից արմատներին գնալու ավելի ուժ տալիս։ Այո, տեսեք, ազգային պարը մեր ինքնության շատ կարևոր բաղադրիչներից մեկն է, եւ երևի թե ամենաշարժումն է բնականաբար, այսինքն մեր ինքնությունը պատկերացրեք մի միջուկ ունի, որից բխում են մեր բոլոր
ստեղծագործական աշխատանքները, մեր ճարտարապետությունը, երաժշտությունը, նկարչությունը եւ ամեն ինչ, այդ թվում նաեւ պարը։ Պարի միջոցով ինքը ոնց որ տիեզերական շարժում լինի ամբողջական, ու մենք կարողանում ենք մեր կռվից առաջ պարել, մենք կարողանում ենք սգոր ժամանակ պարել, մենք կարողանում ենք աշխատանքի ընթացքում հանգստյան միջոցներին պարել եւ ինքը մեր ինքնությունն է։ Սրանք գործոններ են, որոնք ազդում են մարդու տեսակի, ճաշակի ձևավորման եւ զարգացման վրա եւ իրենք ամենահոգեհարազատն են մեզ։ Սա ամենաշատն է արտահայտում մեր հոգեկերտվածքը։ Եթե մենք պետք է մեր երեխաներին պարերի տանք, ուրեմն պետք է իրենք ազգային պարերի գնան։ Մենք պետք է իմանանք ուղղակի դա։ Գոնե սկսենք, առնվազն սկսենք կամ զուգահեռ լինի ազգային պարը։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք, որ ազգայինի եւ ավակ սերնդի այս ամենից խոսեցինք ու կարեւորեցինք, թե որքանով է ավակ սերունդը կարծես պահապան լինի այս ամենի, պիտի դիրապետի, որ պահապան լինի ու փոխանցողը։ Այո, շատ ճիշտ է, երբ որ ավելի հասակավոր, ավելի տարեց մարդիկ են պարում, ճշմարտության կշիռը ավելի բարձր է լինում։ Այսինքն, երբ որ երիտասարդներն են պարում ու ասում են, որ սա ճիշտ է, ինքը ունի կամայական ենթադրենք 500 կիլոգրամ արժեք, իսկ երբ որ հասուն տարեց մարդն է պարում, ինքը ունի երկակի, այո, ավելի ազդեցություն։ Հա, նշանակություն։ հետաքրքիր փորձառություն ունեցանք անցյալ տարի, երբ Ճապոնիայից եկան 4 մասնագետ, 2 պարուսույց, 2 երաժիշտ, ովքեր գործուղվել էին Ճապոնիայի ժողովրդական պարերի ազգային ֆեդերացիայի կողմից, որպեսզի ազգային հայկական պարեր ուսումնասիրեն, եւ մենք ունեցանք 2 շաբաթյա վերապատրաստման դասընթացներ եւ իրենք գնացին Ճապոնիա եւ այնտեղ իմի հայկական ազգային պարեր են դասավանդում, տարբեր խմբեր են ունեցել, հավաքել, պարել եւ Instagram-ում էջ ունենք, կոչվում է Մենք Japan, եւ այնտեղ դուք պետք է տեսնեք, թե նաեւ իրենք ինչ ոգևորությամբ են պարում։ Տեսել եմ վիդեոները։ Թե ռազմական պարերը, թե Երխուշտան, թե Խամխաման, թե մնացած պարերը, իրենք հայերեն սովորում են երգել, հայկական տարազների նման հագուստներ են կարում իրենց համար, եւ լատինատառով հայերեն երգերի բառերն են գրում եւ նստում սովորում են եւ հայկական գործիքներով, հայկական երաժշտություն են նվագում, այսինքն զուռնայով, բլուլով, թմբուկով եւ սա մի յուրահատուկ ազգամիջյան մշակութային կամուրջ է, երբ մենք ունենք մշակութային ինչ-որ բանաձևեր, որոնցով կիսվում ենք այլ մարդկանց հետ, այլ ժողովուրդների հետ